Մինչ այս օրերին Հայաստանում գրեթե ռեկորդային ցուրտ եղանակը, այստեղ Պարսից ծոցի ափին Քիշ կղզում գրեթե ամառ, մոտ 25 աստիճան։ Այնպես որ եթե ուզում եք կտրվել ցուրտ եղանակից, կարող եք հաշված ժամերի ընթացքում հայտնվել այստեղ եւ վայելել հեքիաթային այս ծովն ու ավազը։ Իրանը զարմացնում է կլիմայի բազմազանությամբ։ Հյուսիսում գրեթե հայաստանյան ձմեռ է, հարավում թավշյա ծովափնյա սեզոն։ Նույնիսկ ձմռան այս շրջանում, երբ ծովը ամենատաքը չէ, կղզին բազմամարդ է։ Հանգստացողները ոչ միայն լողում են, այլև օգտվում ծովային ժամանցի բոլոր հնարավորություններից։ Իրանի տարբեր հատվածներից եւ բազմաթիվ այլ երկրներից Քիշ կղզի են գալիս ոչ միայն իդեալական այս եղանակն ու ծովը վայելելու համար, այլ որովհետեւ սա նաեւ շոփինգային հայտնի ուղղություն է։ Այստեղ ամեն քայլափոխի նման առևտրի խոշոր կենտրոններ կարող եք գտնել, որոնցում միջին դասից մինչև շքեղ բրենդներ են ներկայացված։ Առևտրի կենտրոններում շոփինգից բացի նաև ժամանցի բազմաթիվ հնարավորություններ կան։ Skydiving-ի օգնությամբ կարող եք անգամ թռչելու ձեր երազանքն իրականացնել։ Ես ինքս չդիմացա գայթակղությանը։ Զգացողությունները պարզապես ֆանտաստիկ են, բառերով հնարավոր չի փոխանցել։ Քիշում էքստրեմալ հանգստի համար բոլոր պայմանները ստեղծված են, այնպես որ եկեք, փորձեք ու զգացեք։ Առևտրի կենտրոններից մեկում գնումներ կատարելիս պատահական հանդիպեցինք Էրմինեին։ Նա տարիներ առաջ է Թեհրանից տեղափոխվել այստեղ եւ հասկացել, որ սա է իր համար ապրելու լավագույն վայրը։ Ինձ այստեղ շատ է դուր գալի, որ այստեղ անվտանգ է, մենակ եմ այստեղ ինքս ապրում, ընտանիքս այստեղում չեն, ապահով է, թե ինչ-որ մարդ ուզենա գիշերվա կեսին դուրս գալը, հանգիստ ես, խաղաղություն կա, շատ ուրախ կյանք ունենք այստեղ եւ խաղաղ։ Այդ որ առավոտը շուտ վեր կանաս, կարող ես սկզբում գնաս մարզանքը տանել, ծովի ափին մարզվել, արևի ծագմանը տեսնես, ուրախանաս, ծովի ալիքները եւ ձայնը, տենց յուգանես, այդ ամենը կա մեզ մոտ, լրիվ առավելությունները, ծովային աշխատանքները այնքան հաճելի են, որ չես աշխատում, որ ուզենաս օտար տեղի մասին մտածել։ Այս տարի ունեցել ենք շատ զբոսաշրջիկներ, որ Հայաստանից են եկել։ Շատ հաճելի օրեր ունեցինք այս նոր տարվա ընթացքին, լավ տոնեցինք այստեղ, թե ծովի վրա, տենց նավակներ կային, այդ տոնման համար 12-ին արդեն պայթոցիկներ եղան, շատ հաճելի էր։ Մենք հիմա Պարսից ծոցի ափին ենք եւ Քիշի առևտրի կենտրոններից մեկից իջնում ենք դեպի լողափ, այնպես որ կարող եք գնումներ անել եւ միանգամից գնալ լողափ ձեր հանգիստը վայելելու, իսկ տեսարաններն այստեղ պարզապես ֆանտաստիկ են։ Վերևից տեսանելի է կղզու ողջ հմայքը, առատ կանաչ, ամենուրեք սրճարաններ, ժամանցի վայրեր եւ բուռն կառուցապատում կղզու զբոսաշրջային աճող պահանջարկը բավարարելու համար։ Քիշը, որն աշխարհի 10 ամենագեղեցիկ կղզիներից մեկն է համարվում, տարբերվում է Իրանի մնացած հատվածներից։ Այստեղ հանգստացող կանայք հիմնականում առանց գլխաշորի են։ Կղզու փողոցներում ամենուրեք թանկարժեք մեքենաների ես հանդիպում։ Անընդհատ քեզ ուղեկցում է զգացողությունը, որ կյանքն այստեղ խաղաղ է եւ անվտանգ։ Անգամ գիշերը կարող ես հանգիստ զբոսնել թե քաղաքում, թե լողափին եւ վայելել ծովի թարմոթը։ Չնայած արդեն երեկո է Քիշում, սակայն կյանքն այստեղ եռում է, զբոսաշրջիկներից շատերը դեռ ծովափին են, իդեալական եղանակն են վայելում, շատերն էլ ինչպես տեսնում եք զբոսնում են, գնումներ կատարում, այնպես որ Քիշում բոլոր պայմանները ստեղծված են լիարժեք եւ անվտանգ հանգիստ անցկացնելու համար։ Ամանորը Պարսից ծոցի ափին անցկացնելը յուրահատուկ փորձառություն էր։ Դժվարությամբ ենք հրաժեշտ տալիս ծովին եւ մեկնում Քիշի միջազգային օդանավակայան, որտեղից կարճատև թռիչք դեպի Թեհրան, այնտեղից էլ Երևան։ Ձմեռը ծովում անցկացնելն անհասանելի հաճույք չէ, հատկապես հայաստանցիների համար, որոնք շատ այլ երկրների քաղաքացիների նման վիզա ստանալու կարիք չունեն Իրան մեկնելու համար։ Իսկ եթե Երևան-Քիշ ուղիղ չվեր գործարկվի, ընդամենը մոտ 2 ժամում կարելի է հայտնվել Պարսից ծոցի տաք լողափին։